Ով է մարգարեացվել, որ գա հաստատի Սիոնը։ Աստված մարգարեացվել է, որ գա հաստատի Սիոնը։ Եթե Հայր Քրիստոս անսանհոնք չգար այս երկիր, Սիոնը, Աստծո ընտրյալ վայրը, գոյություն չէր ունենա։ Առանց Սիոնի մենք երբեք չենք կարող ստանալ հավիտենական կյանքի խոստումը։ Անդրադառնանք Սաղմոսներ 102 համարին։ Բայց դու, Տեր, հավիտյան կաս, քո հիշատակը, սերնդից մինչ սերունդ։ Դու պիտի վեր կենաս, պիտի ողորմես Սիոնին, որովհետև ժամանակն է նրան ողորմելու, որովհետև հասել է որոշված ժամանակը։ Որովհետև քո ծառաները հավանեցին նրա քարերը գթացին նրա փոշուն։ Եվ հեթանոսները պիտի վախենան Տիրոջ անունից, երկրի բոլոր թագավորները քո փառքից։ Համար 14. Քանզի Տերը պիտի շինի։ Ինչ է նա վերակառուցելու։ Նա է վերակառուցելու, Սիոնը իր փառքով պիտի երա։ Եթե նա չհիմնադրեր Սիոնը և չհայտնվեր իր փառքով, մենք երբեք չէինք զգա այն ուրախությունը, որ ունենք այսօր։ Դա հնարավոր է միայն նրա համար, որ Հայրը եկել է։ Նախքան երկինք համբարձվելը, նա թույլ տվեց մեզ հասկանալ, որ երկնային Մայր մեզ հետ է այս երկրի վրա։ Ահա թե ինչու կարող ենք ապրել համոզմունքով, որ անշուշտ կարող ենք հավիտենական կյանք ստանալ։ Համար 17. Նա ուշադրություն է դարձնում խեղճերի աղոթքին չի անարգում նրանց աղոթքը։ Սա պիտի գրվի եկող սերնդի համար, ստեղծվելիք ժողովուրդը պիտի գոհություն մատուցի Տիրոջը։ Այսօր մենք կարող ենք հավերժական փառք և տարածք տալ Աստծուն, քանի որ Աստված վերականգնեց Սիոնը, իր ընտրյալ վայրը։ Քանի որ Սիոնը կործանվել և ավերվել էր, ինչ արեց նա, երբ եկավ այս երկիր։ Աստված ինքը վերականգնեց և հաստատեց Սիոնը։ Այդ պատճառով անգլերեն աստվածաշնչում գրված է. Տերը կվերակառուցի Սիոնը։ Կվերակառուցի բառը ցույց է տալիս, որ դա առաջին անգամը չէ, որ ինչ-որ բան կառուցվում է։ Սա նշանակում է վերականգնել այն, ինչ մի ժամանակ հաստատվել է, բայց հետագայում ավերվել է։ Աստվածաշունչը հստակ արձանագրում է, որ Աստված կվերակառուցի Սիոնը։ Նա հաստատեց Սիոնը իր առաջին գալստյան ժամանակ, բայց այն ավերվեց մութ տարերում։ Եթե Աստված այլևս չգար այս երկիր, Սիոնը հավիտյան ավերված կմնար։ Սակայն նա կրկին եկավ այս երկիր և վերականգնեց Սիոնը, որպեսզի մենք կարողանանք երկրպագել Սիոնում նրա ընտրյալ վայրում։ Եթե Աստված կրկին չգար այս երկիր և չվերականգներ կորցրած ճշմարտությունները, կարող էր արդյոք Սիոնը երբևէ հաստատվել։ Ինչ է վկայում Աստվածաշունչը Սիոնի մասին Եսայիա 33 գլուխ։ Գրված է, որ Սիոնը Աստծու տոների քաղաքն է։ Սկսած 4-րդ դարի կեսերից, ճշմարտության ավետարանը ամբողջովին անհետացավ։ Շաբաթու օրը զատիկը, բաղարջակերած տոնը, հնձի երախայրիքի տոնը, հունձքի տոնը, փող հնչեցնելու օրը, քավության օրը տաղավարահարած տոնը, այս բոլոր տոները չվերականգնվեցին, մինչև Հայրը չեկավ այս երկիր։ Ոմանք հարցնում են. 7-րդ օրվա ադվենտիստ եկեղեցին չի պահում շաբաթ օրը։ Այնուամենայնիվ, 7-րդ օրվա ադվենտիստ եկեղեցին պահում է շաբաթ օրը ուրբաթից։ Նրանք սխալ կերպով են պահում շաբաթու օրը։ Երբ Հայրը եկավ այս երկիր, ինչ պատահեց այն տոներին, որոնք մոռացվել ու ավերվել էին։ Հայրը մեկ առ մեկ վերականգնեց տոներն ու հանձնեց մեզ։ Միքիա 4 գլուխ 1-ին համար գրված է. Վերջին օրերին, այսինքն վերջին դարաշրջանում։ Վերջին օրերին Տիրոջ տան լեռը լեռների գլխին պիտի հաստատվի, պիտի բարձրացվի բլուրներից։ Ժողովուրդները պիտի հոսեն դեպի նա։ Շատ ազգեր պիտի գան ու ասեն. Եկեք բարձրանանք Տիրոջ լեռը Հակոբի Աստծու տունը, որպեսզի նա մեզ ինչ է անելու։ Սովորեցնի իր ճանապարհները։ Մինչ այդ խնջույքներն ամբողջովին անհետացել էին։ Ով է սկսելու սովորեցնել կորած ճշմարտությունը։
Եթե Աստված ինքը չկար այս երկիր չսովորեցներ մեզ իր ուղիները, արդյոք մենք կկարողանայինք գալ Սիոն, որը Աստված ընտրել է։ Մենք երբեք չէինք իմանա, թե ինչ է Սիոնը Աստծո տոների մասին, ինչպիսիք են զատիկը անթխմոր հացի տոնը։ Մեր կյանքը կավարտվեր առանց այս ճշմարտությունը իմանալու։ Սակայն ինչ է Աստված սովորեցնելու մեզ։ Նա մեզ կսովորեցնի իր ուղիները։ Երբ ընդունում ենք նրա ուսմունքները, հասկանում ենք, որ Սիոնը, որտեղ նշվում են Աստծո տոները, Աստծո ընտրյալ վայրն է։